Միքայելը չի որակազրկվել, Միքայելը տուգանվել է, այդպիսին է միջազգային ֆեդերացիայի կանոնակարգը մրցումների անցկացման, Միքայելին հրավիրել են ժյուրի, այդպես է կարգը, այսինքն որևէ սանկցիա կիրառելուց մարզիկին հրավիրում են, ներկայացնում են արարքը, որի համար իրեն պետք է ենթարկեն, այսպես ասած, սանկցիայի եւ որից հետո արդեն հայտարարում են իրենց որոշումը։ Միքայելը ներկայացրել է իր դիրքորոշումը, Միքայելը ներկայացրել է իր անհամաձայնությունը եւ ժյուրիի ղեկավարը նաեւ դահուկավազքի տնօրենն է, այսպես ասած, աշխարհիկ գավաթի պատասխանատուն, ասել է, որ իրենք փայլուն հասկանում են, ընդունում են այն փաստարկները, որ Միքայելն է ներկայացնում, բայց կա կանոնակարգ, սա կանոնակարգի խախտում է, որովհետև փակել ես գլխավոր հովանավորին ու մարքեթինգային, այսպես ասած, կանոններն ես խախտել, որի համար պետք է տուգանվես։ Շատ գրում եք, սիրելի հայրենակիցներ, գումարի չափի մասին, վճարելու մասին, հիմա դրան էլ կանդրադառնամ։ Գումարը մենք դեռ չենք ստացել որոշումը, չեմ ուզում սխալված լինել եւ ասել որևէ թիվ, որը որ հայտարարեմ որևէ թիվ, որը որ պաշտոնապես մենք չենք ստացել, սովորաբար մենք ստանում ենք պաշտոնապես գրությամբ այդ տուգանքի վերաբերյալ պարզաբանմամբ։ Հաջորդը Միքայելին ասել են, որ խնդրում են հաջորդ անգամների համար չանել այս քայլը։ Ի պատիվ մեզ բոլորիս Միքայելն ասել է, որ գիտեք, ձեզ ինչ է թվում, այս մեկ անգամյա ուղղակի ակցիա էր, ես այս ակցիան արեցի, ես չեմ կարող ձեզ նման բան խոստանալ։ Նրանք ասել են, որ դե ուրեմն ասել է կամ հակառակ դեպքում Հայաստանը կհրաժարվի մասնակցությունից, իհարկե մենք չենք հրաժարվի մասնակցությունից։ Միքայելից բացի ցավոք մենք ֆինանսական խնդիր ունեինք եւ մասնակցեց միայն Միքայելը, Միքայելից բացի մասնակցում են նաեւ Սպարտակ Ոսկանյանը եւ Կատյա Գալստյանը, երկուսն էլ Աշոտսկից, եւ իրենք են շարունակելու մասնակցել եւ վստահ եմ, որ ունեն այն արժանապատվությունը, որ ունի Միքայելը եւ ինչքան էլ ուզում են տուգանեն, միևնույն է, արժանապատիվ հայը մնում է արժանապատիվ հայ։